Բարև ձեզ հետ է կրկին Մանուշ Եսայանը եւ մեր հաղորդաշարը խոսենք օրենքից։ Այսօր իմ հյուրն է Անի Մարգարյանը, Անին հանդիսանում է Magnus ընկերության հիմնադիր տնօրենը, Անին արդեն ինքը կպատմի իր գեղեցիկ եւ կրեատիվ ընկերության մասին։ Անի ջան, բարի գալուստ մեր տաղավար։ Բարև Մանուշ ջան, մերսի հրավիրելու համար, մեծ պատիվ ու սեր է քեզ մոտ հյուր լինելը։ Փոխադարձ Magnus-ի մասին, հա, արի պատմես ինչի մասին է ընկերությունը, ում գաղափարն է, ոնց ստեղծվեց եւ այլն։ Դե ես արդեն վաղուց որ HR ոլորտում աշխատում եմ Հայաստանի եւ դες ներքին հայացք ունեի բոլորատեսակ խնդիրներին, որ տեղի ունենում ու դրան գումարած նաև ահռելի մասնագիտական էնտուզիազմ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում լինելու ու կարիերայիս ինչ որ этаպում միաժամանակ մի քանի ընկերության հետ էի աշխատում, փաստացի երբեք տես չի եղել մի գործատու ունենամ ու որոշեցի այդ ամեն ինչը համատեղել մի կառույցի մեջ, շատ օրգանիկ ու բնական է եղել Magnus-ի ստեղծումը։ Մենք արդեն իսկ ունեինք գործընկերներ, երբ որ բացվեցինք, այն մարդիկ, ովքեր որ ինձ հետ էին աշխատում։ Գաղափարը այն էր սկզբում Հայաստանում HR ոլորտում լուրջ փոփոխություն բերել եւ ծառայության որակի տեսքով եւ նաեւ կուրսերի, դասընթացների, լավ մասնագետներին ցույց տալու տեսքով։ Փաստացի այդ երկու ուղղություններն է մերը։ Մենք օգնում ենք գործատուներին HR-ի հավաքագրման հարցերում եւ մյուս կողմից էլ մասնագետներին իրենց զարգացման հարցում։ Այդ սկիզբն էր, դա արեցինք, հիմա նաեւ մեծ ամբիցիա կա դրսի շուկայում ել ավելի ընդլայնվելու, հիմա դրա վրա ենք ավելի կոնկրետ աշխատում։ Անջան, քանի որ կարող են մեզ լսել ոչ գործատուներ եւ սովորական մարդիկ, ուզում եմ մի հատ բացատրենք այդ HR-ությունը, այսպես քանի որ Հայաստանում այդ սովետական մտածելակերպ կադրավիկ, հա, կադրային այդ գործը գալիս է, մի քիչ վերափոխենք, բացատրենք առհասարակ այդ HR-ությունը կամ ձեր ընկերության հիմնական բուն նպատակը հասարակ բառերով որն է։ Հա, դե HR-ությունը, եթե շատ տենց ընդլայնված ասենք, HR կառույցը կամ HR ֆունկցիան ինքը զբաղվում է տեխնացուների եւ աշխատակիցների տարբեր հարցերով։ Տեխնացուն դա այն մարդն է, ով որ դեռ աշխատանքի չի ընդունվել եւ եթե արդեն պայմանագիր կնքեց եւ դարձավ քո աշխատակիցը, արդեն աշխատակից է։ Այդ սկզբում հավաքագրման բլոկն է, դու ապահովում ես, որ դու որպես HR ապահովում ես, որ քեզ մոտ հայտնվեն քո պահանջներին համապատասխան, քո մշակութին համապատասխան մարդիկ, ովքեր որ ուզում են այդտեղ կարիերա կառուցեն։ Այդ հավաքագրումն է կամ recruitment-ը, իսկ HR արդեն ինչ որ սկսվում է դրանից հետո, ոնց է մարդուն դիմավորում, ոնց է կառավարում, ոնց է առաջ տանում, ոնց է զարգացնում, ոնց է չափում կատարողականը եւ առհասարակ գործատու աշխատակից փոխհարաբերությունները։ Ես միշտ ասում եմ մարդկային ռեսուրսների կառավարման օղակը մի ձեռքով գործատուի ձեռքն է բռնում, մի ձեռքով աշխատակցի եւ երբեք չես կարող այդ ձեռքից որևէ մեկը ավելի ամուր սեղմել, որտեվ եթե մի կողմում ավելի շատ կանգնեցիր, միանշանակ այն մի կողմը կդուժի ու չնայած բառերով հեշտ է հնչում, բայց պրակտիկայում շատ դժվար է եւ HR մասնագետների հիմնական մարտահրավերն է։ Այսինքն կարող ենք ասել, որ ձեր հիմնական ֆունկցիան բալանսի մեջ պահել, մի կողմից գործատուին, մյուս կողմից աշխատակցին, այսինքն ու նաև իրենց այդ կապը ճիշտ եւ գրագետ եւ արդյունավետ։ Այ ամենակարևոր բառը արդյունավետն է, որովհետեւ Հայաստանում կարծրատիպ կա, չէ, ասում են բան հին Հայաստանում չէ, post-սովետ բոլոր երկրներում հին աշխատող հավասար լավ աշխատող։ Ոնց որ մարդկային ռեսուրսների արդի ժամանակակից մարդկային ռեսուրսների կառավարումը հենց դա է կոտրում, որ մեզ պետք չի ուղղակի երկարաժամկետ աշխատակիցներ կամ մեզ պետք չեն ուղղակի ուրախ աշխատակիցներ։ Այո, մեզ պետք են եւ երկարաժամկետ, եւ ուրախ, երջանիկ, եւ արդյունավետ աշխատակիցներ։ Հիմա մարդկային ռեսուրսների կառավարումը ասես բիզնեսի շնչող ամենակարևոր օղակներից մեկն է։ Կարևոր, չէ։ Հա, միանշանակ, որովհետև առանց բիզնեսի HR-ը չի կարող գործել, էլ իրանք երկուսը իրար սնում են։ Ու այս կտրվածությունն էլ է մարտահրավեր։ Մենք որ աշխատում ենք գործատուների հետ, մենք փորձում ենք այդ կապը ամրացնենք։ Ինչքան էլ outsource կամպանիայից դրսից ես, մեկը շատ ներսից հասկանանք ինքը ում է փնտրում, այդ մարդը ինչ նշանակություն ունենալու իր բիզնեսի մեջ, կամ if որ HR սիստեմ ենք դնում այս մեր դրած համակարգը վերջը այս մարդու բիզնեսի զարգացմանը կօգնի, թե ուղղակի իր համար մի հատ սիրուն ձևավորված նեյտրալ ֆունկցիա կլինի։ Ես վերջերս հայտարարություն էի տվել մեր կազմակերպությունում աշխատող է փնտրում, նշել է իմ սրտի, մեր սրտի հաշվապահին ենք փնտրում, այդ կատակով, բայց հաճախ օգտագործվող տերմին է, այ այդ գործատուի սրտի աշխատողին ո՞նց եք գտնում։
երբ որ դրսում ես, երբ որ գործակալություն ես, դա ավելի մարտահրավերային է, որտեվ երբ որ դու ներսում ես, այդ իմ սրտի կամ բան ասում ես փնտրում եմ մարդը, որ ես մեր օդը շնչել գիտի, զգում է եւ այլն։ Բոլոր այս հասկացությունները քեզ ավելի հեշտ է տրվում, որտեվ դու ներսում ես։ Հիմա ես վստահ եմ քո թիմից յուրաքանչյուրը գիտի ինտուիտիվ մակարդակում ինչ նշանակում մանուշի սրտի հաշվապահը, հա։ Դրսից դա դժվար է, որովհետև դու ներսի հայացք չունես։ Փաստացի մեր հիմնական ոնց որ յուրահատկությունը այն է, ես շատ եմ աշխատել տարբեր գործակալությունների հետ ինքս որպես HR։ Մեր յուրահատկությունը այն է, որ մենք շատ ջանք ենք դնում նախնական этаպներում հասկանալու այդ սրտի աշխատակի ցողը։ Այսինքն մի բան, որ դու պետք է անես, դա պետք է բերես թղթի վրա գրես, այդ ինչ հմտությունների միքս է, ինչ անձնային որակների միքս է, մասնագիտականն էլ իհարկե իր հերթին։ Այսինքն առաջի բանը, որ անում ենք, հասկանում ենք վերջը ինքը իրոքում է փնտրում եւ ինչ դեր է այդ մարդ ունենալու այս ընկերությունում եւ դա անում ենք ոչ միայն HR-ների, այլ նաեւ հենց բիզնեսի ղեկավարների հետ։ Կհիշես մենք որ այդ աշխատում էինք, մենք անընդհատ թիմի հետ էինք կապի մեջ, բայց անմիջապես քեզ հետ էինք կապի մեջ, որ վերջը հասկանանք դու ինչ հայացք ունես այս ամեն ինչին։ Սրա ամենակարևորը է դա։ Ու հետո արդեն համագործակցային գնալը։ Նայ դրսում գործակալությունները, նու հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի քիչ վատ համբավ ունեն։ Պայմանավորված նրանով, որ բան են անում, արագ-արագ հաստիկները փակում են, արագ-արագ գումար են աշխատում, ու տենց կարելի է մի 5 տարում գործակալություն բացել, արագ գումար աշխատել, հետո փակվել գնալ, էլի։ Ու բնականաբար այդ համբավը նաև որոշակի շերտերով հասել է նաև Հայաստան ու մյուս երկրներ, այ հենց այդ է, մենք անընդհատ այդ ենք փորձում փոխենք, որ եթե գործակալությունից չի նշանակում քո ուշքն ու միտքը մենակ արագ հաստիկ փակելն է։ Դու լիարժեք կարող ես լինել գործակալություն եւ գործել գործատուի շահերից իրեն հոգատար լինել, գնալ իր հետ իր բոլոր համալրման փուլերին մասնակցել, տեսնել վերջը ինքը ինչ դժվարություններ ունի, կամ ասենք, չգիտեմ, եթե տեխնացուն աշխատակից ընդունվեց, հետո օրինակ չշարունակեց մի քանի ամիս հետո չասել, դե այդ իմ գործը չի, չսա մեկ արեք։ Մեկը փորձել ինչ որ առումով օժանդակել օգնել, էլի։ Մի խոսքով անում ենք ստանդարտ, այն ինչ որ կա, բայց մի քիչ ավելի հոգատարության ու գործընկերային նոտաներով, որը որ օգնում է։ Մենք դե ձեր միջոցով 2 թե 3 աշխատակից համալրել ենք ու կարող եմ ասել, այո, շատ լավ է ստացվել։ Անի, ուզում եմ մի հատ ցենց բան ձևավորենք, ինչպիսին է հայ աշխատողը քո աչքերով։ Ինչ որակական հատկանիշներ կարանք, տենց համեմունքներ ավելացնենք այդ հայ աշխատողի վրա, ինչպիսին է նա։ Պիտի համեմատական կոնտեքստում ասեմ, որովհետև երբ որ միայն Հայաստանի շուկայի հետ ես աշխատում անուշ, իսկ դու այդ շատ լավ կիմանաս, հայացքդ ոնց որ մի հատ է, դու մի պատուհանից ես էլի նայում։ Ես երևի այս հարցին չկարողանայի այդքան գրագետ պատասխանել, ինչքան հիմա, երբ որ ունեմ նաև դրսի փորձը։ Ու այս համեմատական կոնտեքստը պետքա անպայման բերել, էլի։ Առաջին մեր դրական յուրահատկությունը այդ ճկունությունն է ու իրավիճակային մտածելակերպը։ Այսինքն, այստեղ եթե մենք խոսում ենք ավագ մակարդակի աշխատակցի մասին, ինքը արդեն իսկ բավականին ճկուն է տարբեր իրավիճակներում խնդիրները լուծելու, ավելի այլ լուծումներ գտնելու, թեկուզ իր բուն այդ աշխատանքային գրված պարտականությունների ցանկից դուրս։ Այս բավականին դրական որակ է։ Ու երկրորդը հայերիս մոտ ամեն դեպքում այդ նվիրվածությունը կա աշխատանքին էլի։ Հա, այսինքն մենք ժամը 18:00 մեր մուրշն ու մեխը չենք դնում, ասում ես գնացի, էլի։ Նույնիսկ շատ գործատուների համար տարօրինակ է, որ աշխատակիցը իր ժամին գնում է տուն, էլի։ Ասում մի բան են չի, էլի։ Դա նորմալ է, որ մարդը իր ժամին գնում է տուն, բայց իմ թիմում էլ էլի երբեք այդպես չի եղել, ասենք ժամը 17:00 մենք բոլորս գնացինք այդպես։ Այսինքն այդ նվիրվածությունն ու սրտացավությունը աշխատանքի նկատմամբ կա, ճկունություն, սրտացավություն։ Մեկ այլ կողմից լուրջ խնդիր կա աշխատանքային էթիկայի եւ բանի արդյունավետության։ Չգիտեմ, դու ո՞նց ես մտածում, օրինակ ոնց որ դրսում օրինակ ԱՄՆ-ի ընկերության հետ բավականին երկար ժամանակ աշխատեցինք, դե ինքս էլ ես աշխատել եմ տարբեր, շատ նորմալ է, որ դու մարդու հետ խոսում ես արդյունավետության լեզվով,
Այսինքն դու ինձ ասում ես, ես քեզնից ակնկալում եմ ABCD եւ բերում ես այդ ակնկալիքները թղթի վրա, ինչ որ գործատուի համար դժվար է, բայց պետքա բերել։ Դու հստակեցնես մարդուց ինչ ես ուզում։ Եվ գիտես, չստացվեց քեզ մոտ, չստացվեց, կամ իրար հետ եւս մեկ անգամ ենք փորձում եւ այդ մեկ անգամից հետո չենք շարունակում այլևս այդ։ Օրինակ դրսում է շատ པարզ դիալոգ է։ Այստեղ կնեղանա աշխատակիցը։ Այստեղ կասի, բայց ես սիրում եմ ընկերությունը։ Հասկանաս, ոնց որ սենց շատ խառնված է իրար այդ բուն, մաքուր բանը, էլի կատարողական։ Հա։ Բիզնես մոտեցումը։ Այդ Հայաստան խնդիրը։ Եվ արդյունավետությունը եւ աշխատանքային էթիկան։ Իդեպ ոչ միայն աշխատակից մակարդակում, ղեկավար մակարդակում էլ բոլոր մակարդակներում սա կա էլի, այսինքն քանի որ ղեկավարումն էլ մեկ այլ սպეციფիկա է մեզ մոտ, մենք բոլորս ինքնաձևավորված ղեկավարներ ենք, ինքնուզ ղեկավարներ ենք, մենեջմենթական կառույցը ոնց որ նոր է սկսել Հայաստանում վերջի տարիներն է, որ կարելի է գնալ եւ լուրջ սովորել կառավարում էլի, ու հետո դա բերել դնել փորձի մեջ։ Դրա համար կառավարչական շերտում էլ շատ խնդիրներ կան, էլի։ Այդ երկուսն էլ մի քիչ նեգատիվ նոտայով կասեմ։ Աշխատանքային էթիկան ու մենեջմենտ օղակը որպես այդպեսի։ Ես օրինակ միշտ իմ թիմի հետ աշխատելուց այսպես եմ ասում ժողովրդի ես չեմ ուզում պուպուշ լինեմ, ես ուզում եմ լինեմ արդար եւ ուզում եմ որ մենք հասկանանք մենք ինչ արդյունք ենք տալիս բոլորով միասին, բայց այդ մտքին ես չեմ ասի 2000 թվականից աշխատանքային փորձն բավական արդեն երկար 25 տարի աշխատանքային փորձում տարբեր ոլորտներում տարբեր եւ դրսում այդ դրա ընկալումը շատ դժվար է եկել, այնպես չի որ նույնիսկ ասեմ վերջի երևի թե 2 տարիների ընթացքում նոր եկել է որ չեմ ուզում պուպուշ լինել, լինել արդար։ Դե շերտերով է անցնում ես։ Դե դու մի քիչ չէ, դու քո տեսակով օբյեկտիվ ես, դու ուղիղ ես, դու այդպեսին ես նաև գործընկերային փոխհարաբերությունների մեջ մենք 1000 թվից քո հետ աշխատում ենք։ Բայց եթե արի օրինակ մի կողմ դնենք իմ եւ քո կամ մեկ ուրիշի անձնային որակները, ոնց որ մենեջմենթը ինքը ի սկզբանե դրա մասին պետքա լինի։ Ես պետկաներ կյանքում շատ չեմ սիրում օգտագործեմ, բայց այո, կառավարումը ինքը արդյունավետության մասին է, կառավարումը արդարության մասին է։ Եվ ավելին ասեմ, մի քանի օր առաջ նման քննարկում ունեցա, մեր դրսի պարտներներից մեկն է շատ լուրջ օղակի մարդագործից անել Եվ քննարկում են ինչքանով դա կոմունիկացնեն թիմին։ Ոնց ներկայացնեն։ Տենց ընդհանուր այս մարդը պրոստը գնացել է ու տենց շատ ընդհանրական ինչ-որ մեսեջ տան, թե բանջարը նշեն, որ կատարողականի խնդիր կա եւ աշխատանքային էթիկայի խախտման խնդիր կա, մտածում են չնեղացնեն դուրս եկող աշխատակցին։ Ոնց որ իմ մեսեջը այն էր, որ առնվազն մենեջմենթը իրանք տենց 300 հոգանոց կամպանիային տարբեր երկրներում թիմեր ունեն Իմ ոնց որ մեսեջն էր, որ առնվազն այն մարդիկ ում հաստիքի կողքը կա ղեկավար, պիտի իմանան դուրս գալու պատճառները, որովհետև մարդը երբ որ ոնց որ օբյեկտիվ իրականությունը տեսնում է, անկամ եթե դա վատն է, դա ավելի է գնահատում, քան իր գլխի միջի հորինածը, որը որ Հայաստանում էլի բավականին լուրջ խնդիր է։ Դու չես կարող թափանցիկ լինել, եթե դու օբյեկտիվ չես։ Եթե դու օբյեկտիվ չես, ինչ է թափանցիկ լինես, էլի։ Եթե արդար չես, ոնց չես կարող թափանցիկ լինել։ Իսկ այդ մարդիկ տեսնում են։ Անի սկզբում խոսեցինք այդ ձեր ֆունկցիայի բալանսի մասին, աշխատող գործատու հարաբերությունների։ Մի քիչ ուզում եմ կիսես մեզ այդ քո փորձը դժվար չի կամ դժվար է պահել այդ օբյեկտիվությունը ու ոնց է հաջողվում, ինչպես է հաջողվում այդ գործատու աշխատող այդ օղակի մեջ լինելով մեջտեղում, երևի թե այդ երկու ձեռքերը պահել, որ ոչ մեկը ոչ շատ ու քիչ չսեղմել կամ չթողնել եւ այլն։ Ինչպես է ստացվում։ Առաջին կարևոր պայմանը այդ ինֆորմացիան է, ինֆորմացիան եւ գիտելիքի առումով եւ ինֆորմացիան ճանաչելու առումով, ինչ նկատի ունեմ, դու եթե մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ ես, դու պիտի հասկանաս բիզնեսը, ուսումնասիրես տարբեր օղակները, իրավական կողմը, մարքեթինգային կողմը, վաճառքի, չգիտեմ, ֆինանսների եւ այլն, թվերից միանշանակ հասկանաս, ոնց որ իսկ բիզնեսի, չգիտեմ, այդ բիզնեսի հիմնական ուղղությունները հասկանաս, բիզնեսի նպատակները հասկանաս, իսկ դա գիտելիք է պահանջում։ Անկեղծ ես չի հասկանում, ես խեմ գնացել բիզնես ադմինիստրացիա սովորում, միջև ավարտեցի։
որովհետեւ վրավարտեցի արդեն հասկացա ինքը ինչ դարակներ փակեց, էլի։ Մեկը է դա, եւ մյուսը ինֆորմացիան այն առումով, որ չկտրվես իրականությունից ամբողջ օրը կենտրոնանաս քո համակարգերի վրա եւ աշխատակիցներից հեռվանաս։ Վերջ-վերջո օրվա վերջում ամեն ինչ գալիս է մարդկային շփման վրա։ Անկամ եթե դու չունես այդ ռեսուրսը աշխատակիցներին շաբաթը մեկ անգամ գոներ ուշադրություն դարձնելու, անպայմանորեն պետք է լինի մեկ այլ մարդ ֆունկցիա, որ դրանով կզբաղվի։ Այսինքն այս ինֆորմացվածությունն ու գիտելիքահենությունը օգնում է, որ դու այդ երկու ձեռքը ճիշտ բռնես, որովհետև շատ դեպքերում ամենադժվար խնդրը դուրս է գալի մի հատ ճիշտ ժամանակին սուրճ խմելուց։ Որ դու բռնում ես այդ պահը եւ ուղղակի աշխատակցին հրավիրում ես սուրճի ու հասկանում ես, որ այստեղ մի հատ խնդիր կա, որը շատ արագ պետք է լուծել։ Որ չկտրվես, չխորանաս համակարգերի վրա, էլի շատ։ Մեկը է դա։ Եվ երկրորդը այդ օբյեկտիվ համակարգերը ստեղծելը, որի մեջ իհարկե այդ իրավական դաշտը եւս շատ կարեւոր է, էլի։ Այստեղ ես ինքս շատ անհանգստություններ ունեմ, օրինակ ես միշտ փորձում եմ իմ փոխհարաբերությունները իմ իսկ թիմի հետ կառուցեմ մարդկային դաշտում եւ կառավարման դաշտում։ Ոնց է, ես փորձում եմ բոլորին որոշումներ աշխատանքին թույլման ազատ ման աշխատավարձի փոփոխման կարիերայի աճի կայացնեմ օբյեկտիվ հենքերով եւ այդ օբյեկտիվությունը բոլորին ցույց տամ։ Ոնց որ X աշխատողի մոտ հարց չառաջանա ինչու ոչ ես, օրինակ էլի։ Վերջում նոր ասում եմ մեր հաշվական թիմը կամ իրավաբանական թիմը ասում եմ ոնց կարանք ձևակերպենք օրինակ, բայց ոնց պետքա տես չլինի, էլի։ Պետքա ի սկզբանե դու գնաս օրենքին, մի հատ տեսնես դա ոնց է կարգավորվում, հետո չգիտեմ, կարողացա պատասխանեմ քո հարցին։ Դե էդ էլ գալիս է երևի թե հենց մեր մշակութային առանձնահատկություններից, որ մենք մի քիչ այդ գործարար հարաբերությունը չեն կարող լրիվ իրեն տենց մաքուր պահել, հա, անգլերեն pure bar-ներ գալիս, մաքուր պահել, որ բան չլինի, որ չխառնվի քո անձնական մոտեցումների եւ այլնի հետ, էլի երևի թե հենց է դա։ Մարդկա, որ հետը պայմանագրի լեզվով խոսես կնեղանա։ Հա։ Եվ նույնը իդե բիզնես փոխհարաբերությունների մեջ։ Օրինակ մենք դրսի մեր պարտներների հետ որ աշխատում ենք, տեսել ես նույնիսկ քանի անգամ ենք պայմանագրերի ամեն տառի վրա ավանցնում, որտեղ ամբողջը պետքա գրած լինի։ Էլի ինչ որ մի բայ հարց կա, հեսա փոխհարաբերության չեմ ասում, փոխհարաբերությունների կարևոր չէ, շատ կարևոր է նեթվորքինգը, գործընկերների հետ ոնց որ գոնե շաբաթական ռեժիմով շփվել, ուշադրություն դարձնել եւ այլն, բայց գործընկեր կա, ում որ եթե ասես պայմանագրում դա գրված է, կնեղանա։ Պետք է մի հատ զանգես, տետ-ա-տետ խոսես, բացատրես, հետո գնաս պայմանագրին։ Բայց փոխվում է։ Ես էական տարբերություն եմ տեսնում 10 տարի առաջվա մեր ստրատեգիկ եւ իրավական մտածելակերպի մոտեցման հիմա։ Ինչքան գիտեմ, նույնիսկ հիմա այդ բանը, այդպես մի ստատիստիկա էր աչքիս ընկել, անցած տարիներին 50-ից միջինում 50-ից 100 անգամ ա եղել դատական кейսերը բանի աշխատակիցների ու գործատուների, որ անցած տարի 600-ի կարգ է եղել։ Եթե չեմ սխալվում, դա ավելի լավ դուք ասես, այսինքն մարդիկ ավելի պահանջատեր են, էլի դարձել օրենքի լեզվով շփվելու։ Ավելի իրավագիտակցությունը բարձրացել է։ Դա իհարկե կա, այ միանգամից ուզում եմ հենց այդ խնդրի մասին էլ խոսենք, ես որպես իրավաբան իհարկե այդ իրավական կտորին ավելի եմ ծանոթ, բայց քանի որ դու ունես փորձ ձեր կազմակերպությունն ունի փորձ մի շարք ընկերությունների հետ աշխատել եւ հենց այդ օղակի գործատու աշխատող այդ օղակի մեջ է գտնվում, որքան հաճախ են քո պրակտիկայում հանդիպում դատական վեճերը գործատուների եւ աշխատողների միջեւ։ Այ ավելի եթե վերաձևակերպեմ հարցս, որ պահին է Մագնուսը կամ ձեր դերը, հա, HR-ի դերը դադարում, այլ սպառում իրեն եւ այդ գործերը արդեն հանձնվում են մեզ իրավաբաններից այսպես։ Լավ հարց է։ Մեր գործը մի քիչ առաջ դրսում էինք քննարկում, HR-ի գործը պրոակտիվ է։ Այսինքն այն պահից, որ դատական սիտուացիան ի հայտ եկավ, արդեն այդտեղ դու շատ անելու բան չունես, բացի որ իրավաբանական կողմին անպատասխան ինֆորմացիա տրամադրելուց, քոնը արդեն դառնում է support դեր, աջակցող դեր, էլ տենց ռազմավարական նշանակություն առանձնակի չունես process-ի վրա։ Քո դերը մինչև
այդ սիտուացիան առաջանալն է։ Այսինքն դու ստեղծես այնպիսի համակարգեր, որպես մարդկային ռեսուրսների պատասխանատու եւ էական չի ստեղ outsource-ես, թե ներսում ես, հա։ Մենք նույն բանը անում ենք, երբ որ մեզ ընկերությունները դիմում են իրանց մոտ 0-ից HR set-up անելու, նույն բանը անում է HR մասնագետը, երբ որ ներսում աշխատում է։ Այսինքն դու քո բոլոր կտորներում, որոնք որ աշխատանքի ընդունումն է, աշխատակցին այդ ադապտացիան կազմակերպելն է, չգիտեմ, կատարողականը կառավարելը, փոխհարաբերությունը կարգավորելը, ազատելը աշխատանքից, բոլոր այս ցիկլի կտորներում ապահովես, որ այտենց հարց չառաջանա։ Իսկական դատական սիտուացիա մեջ չընկնեն, հա։ Ու դա անես հնարավորինս օբյեկտիվ համակարգային։ Իմ կարծիքով լուծումը միշտ սիստեմն է, մանուշ։ Օրինակ, ամենատարածված խնդիրներից մեկը ամբողջ աշխարհում ու բնականաբար նաև Հայաստանում, այդ ինչ է նշանակում լավ կատարողական։ Վաճառքի դեպքում դու կարող ես դա գնահատել, հա, հստակ է։ Օրինակ շատ դժվար։ Մեր գործում էլ, HR-ի գործում էլ դու բաներ կա անում ես հիմա, որի արդյունքը երևալու է 1.5 տարի հետո, օրինակ գործատուի բրենդավորման բոլոր ծրագրերը։ Դու չես կարող վաղը գնալ մանուշին ասել մանուշ, որ քեզ, չգիտեմ, X գործատուից հարցնեն, կասես դա լավ գործատու է, չի լինի, չէ՞։ Այսինքն ինչ որ մի տեղից պիտի ես մի օր այդ գործատուի մասին մեր սուրճ խմելուց ասեմ, որ դու ասես օրինակ, էլի։ Ու այդ չափելիությունը բավականին դժվար է։ Իդեպ մեծամասնություն խնդիրները այդտեղ են առաջանում։ Երբ որ ակնկալիք է աշխատակցից ու աշխատակցի պատկերացումը թե իրանից ինչ են ակնկալում, ոչ միայն իրար չի համապատասխանում, այլ չկա։ Ինչ որ միտեղ թղթի գրած չի։ Սպասելիքի հստակեցումը։ Օրինակ իմ էլի նորից վերադառնամ հին ասածից, իմ կարծիքով լուծումը այդտեղ համակարգն է։ Այսինքն եթե դու համարում ես, որ դու HR ղեկավարական դեր ունես ընկերությունում եւ նստում ես ղեկավարի հետ նույն սեղանի շուրջ, պիտի մշակես կատարողականի կառավարման համակարգ։ Կառավարման համակարգ ամենապարզը, օրինակ, չգիտեմ, 3 ամիս հետո այս մարդը ինչ արած լինի, որ մենք համարենք ինքը լավ աշխատեց, որ չլղոզվի իրար։ Բայց այդտեղ մի հատ էլ դաժան իրականություն կա, որ մեր աշխատանքային օրենսգիրքը ինձ չի օգնում այդ հարցում երբեք։ Օրինակ COVID-ից հետո ես ստրեսի մեջ էի։ COVID-ից հետո, այո։ Չկարգավորված, իդեպ մինչև այսօր էլ այդ հարցերը պետք է որ մեր համապատասխան պետական օղակներին դաս լիներ եւ այսպես ասած հավաքագրային գործատուների բողոքները, խնդիրները, բացահայտումները այդ դժվար ժամանակահատվածում ինչու՞ չէ նաեւ աշխատողներին եւ լրամշակեին այդ օրենսգիրքը, բայց արեցին այն ինչ արեցին, մի փոքր այդպես ձևափոխումներ արվեց, բայց ոչ լրիվությամբ կարգավորվեց։ Չէ, օրինակ մենք այդ ժամանակ իր այդ բավականին ակտիվ աշխատում էինք, ես իմ համար ամբողջ ինչ որ ես այդ ընթացքում արել եմ, օրինակ գրել եմ կանոններ տանից աշխատելու։ Հիշում եմ ջումագում ուրբաթ, շաբաթ, կիրակի փակվել էինք բոլոր մենեջմենթով, քեզ էլիքը զանգում էի այդ ժամանակ, որ վերջը թղթի բերենք ամենակիչը ինչ է նշանակում տանից աշխատելը կամ ինչ է նշանակում տանից գալ գործին, որը որ ամբողջ արեցին միջազգային փորձի վրա, ինչքան դրսում ընկեր ունեի HR-ի ոլորտում գոլեգա, զանգել եմ, ասում ոնց է կարել էլի, որտեվ չունեի հենք։ Հասկանում դա ֆորս մաժորային էր, ոնց որ առաջացավ, բայց հետո ահագին երկար ժամանակ էլ չկար, այնա դու հիմա ասում ես, որ միջև հիմա էլ ինչ որ հարցեր կարգավորել չեն։ Մի խոսքով ես կուզենայի էլի, որ երկու բան կուզենայի մեր ԱՕ-ի ու առհասարակ այդ իրավական կողմի վերաբերյալ։ Մեկը ինքը իրականության հետ պուլսի պահեր ձեռքը, այսինքն չեմ ասում նույն այդ պահին, բայց գոնե առնվազն, չգիտեմ, 3 ամիս կտրվածքով մենք այդ ճկունություն ունենայինք, կարողանայինք օգնեինք գործատուներին այդ ինֆորմացիայով։ Ու երկրորդը չլիներ դրա մեջ այնքան մանրամասնություններ, որ առհասարակ մեր իրականության մասին չեն, էլի։ Օրինակ իմ կարծիքով աշխատանքի ազատումը ընդհանրապես մեր իրականության մասին չի։ Այդ 3 նկատողություն, 1 օր հարգելի բացակա եւ այլն, շատ մի քիչ իրականությունից կտրված է։ Այդ դեպքում ավելավա լրիվ այդ Միացյալ Նահանգների 4 կանոնը, որ վաղը մի արի գործի, գործատուն այդ իրավունքը ունի։ Իմ համար ավելավա այդպես, որովհետեւ գոնե հստակ է։ Քան են բոլոր երկար որ կան, էլի մի քիչ չգիտեմ, նաև չմարված նկատողություն եւ այլն դրանք չգիտեմ։ Այսինքն եթե աշխատողը գնաց քո մի հատ նկատողությունը բողոքարկեց, դու վերջ ինքը չի համարվում չմարված, ու տենց ու այդ վատ աշխատողով տենց քո բիզնեսը
կոպիտ ասած ձորը գլորի, մինչև որ գաք ինչ-որ իրավիճակի էլի։ Չէ, ես այդ դեպքում զանգում եմ, ասում եմ մի հատ իմ լեզվով կբացատրես, դա ինչ է նշանակում, ունենք այդ խնդիրը։ Խոսեցինք աշխատանքային օրենսդրության փոփոխությունների մասին, խոսեցինք, որ ինչ արդիական խնդիրներ կան այդ հարաբերություն, որ ես լրիվ համաձայն եմ եւ նաեւ որպես պրակտիկ իրավաբան, փաստաբան, ասեմ ավելին, մենք շատ լուրջ խնդիր ունենք ղեկավար պաշտոնների հեռացման կարգի մեջ, այսինքն դա եւս շատ թերի կարգավորված է, ընդ որում այդ ոլորտը այնքանով է կարեւոր, որ ի վերջո բիզնեսի տերը ղեկավար պաշտոն է նշանակում անձին եւ այդ ղեկավար պաշտոնը որոշակի պատասխանատվություն ունի իր բիզնեսի կայունացման, զարգացման համար եւ գործատուն այդ դեպքում եւս սահմանափակված է աշխատանքային օրենսդրության որոշ հոդվածներով եւ ազատ չի ընտրել այդ նույն ղեկավար պաշտոնի անձանց, որ եւս ինձ համար շատ տարօրինակ եւ բան թող սխալ է, թող չթվա թե մենք աշխատողների իրավունքը երկրորդ պլան են գցում, ոչ, բայց դա պետք է լինի բալանսավորված եւ ի վերջո մասնավորն է աշխատողի, այսպես ասած, այդ հիմնական սոցիալական ապահովությունը ի վերջո ապահովում մասնավորի լավ աշխատանքի արդյունքում պետական բյուջեի գումարներ է ստանում, մասնավոր լավ աշխատանքի արդյունքում մենք ունենք որոշակի սոցիալական ավելի ճկուն համակարգ եւ ավելի շատ մարդ է աշխատում եւ այլն։ Չէ, գիտես, օրինակ իմ շրջապատում երկու տեսակի պատասխան կա դրան, երբ որ ես ասում եմ, որ մեզ մոտ գործատուի շահերը այդքան էլ պաշտպանված չեն, ռեակցիա համար 1, որ բա գիտես, այս ինչ կամպանիայում, այս ինչ ընկերությունում, այս ինչ գործատուն, այսինքն անարդար վարվեց իր աշխատողի հետ։ Ոնց որ մեկը մյուսին չի փակում։ Նա էլ է վատ, ու երկուսին էլ պիտի հանգեն։ Ես որևէ անգամ որևէ կուրս HR-ի չեմ հիշում կամ որևէ HR ուսանողներից հանդիպում չեմ հիշում, որ ես չշեշտադրեմ տեխնացուի կարևորությունը, աշխատակցի կարևորությունը, էթիկական հարաբերություններ կառուցելու կարևորությունը, աշխատողին հոգ տանելը, մոտիվացիան, մշակույթը, որ մի խոսքով այսպես ասած աշխատողակենտրոնություն է, այդ employee centrism է, էլի, որ դու չես կարող լավ HR մասնագետ լինել եւ համապատասխանաբար լավ գործատու լինել, եթե քեզ մեկ են քո աշխատակիցները կամ եթե դու շարունակ անարդար ու վատ որոշումներ ես կայացնում։ Բայց երբ որ այս օրինակները կան, չի նշանակում, որ մենք պետք է անտեսենք այն խնդիրները, որոնք որ կան գործատուների կողմում, այն բոլոր շահերը գործատուների, որ չեն պաշտպանվում։ Ոնց որ ուղղակի այդ ռեակցիա համար 1-ն է, բա գիտես, sense դեպքեր կան։ Ու երկրորդ, ոնց որ երկրորդ ռեակցիան էլ այն է, երբ որ մարդը մենեջեր է կամ բիզնես ղեկավար է, լավ դաղված է այդ թեմայի մեջ, արդեն հույսը կտրել է, ու ինքը կենտրոնացել է իր ոնց միկրոմակարդակում այդ խնդիրները լուծելու վրա, էլի։ Այդտեն շատ գործատուներ ես գիտեմ, ովքեր որ շատ գրագետ են տանում իրենց մոտ աշխատանքային process-ները, սկսած ամեն ինչ աշխատանքային պայմանագրերով ֆիքսելով, fake copy paste արած աշխատանքային պայմանագրեր չունենալով, ներքին կանոնակարգեր են գրում եւ այլն, բայց մի մակարդակ վերև չեն ուզում բարձրանալ։ Ոնց որ օրինակ այդ մի քիչ ավելի հանրային դարձնել կամ ինչ-որ փոքր community սարքեն, որտեղ որ կգնան այդ ամբողջով կկիսվեն։ Չնայած որ էլի փոխվում է։ Նույն դու ես բիզնես համայնքի միացած, չէ, ես էլ եմ երկու տարբեր բիզնես համայնքների մեջ կանք, վստահ ձեզ մոդել է այդպես, մեզ մոդել է այդպես, լավագույն փորձը կիսվում է։ Այսինքն իրար մեջ ասվում է, էլի, այսինքն մի 15 տարի հետո ավելի լավ կլինի, հա։ Անի վերջին հարցը, ուզում եմ խոսենք գործատուի ամենատարածված սխալի մասին աշխատող ընտրելիս, քո փորձից, ձեր ընկերության փորձից ելնելը, որն է այդ սխալը։ 3 սխալ կնշեմ, առաջինը, երբ որ լղոզված հաստիկ է փնտրվում, ոչ թե հստակ հաստիկ, որ դե լավ HR էլի, լավ հաշվապահ էլի, դե գիտեք, ծոր այդպես չի, այդ մինչև փնտրելը, մինչև հաստիկը հայտարարելը կամ Մագնուսին դա վստահելը, դու պետք է որպես գործատու հստակ իմանաս այս մարդը քո մոտ ինչ հարց է լուծելու, ու եթե դու ոնց որ հիմնադիրն ես այնտեղ ներքևում լիքը օղակներ կա, բնականաբար ձեռքդ չի հասնի, որ դու այդ հստակությունը ամենահեռը ու շերտում ունենաս, ապա ունեցի մարդը, որ այդ հստակությունը կբերի, այդ կլինի մենեջերը կամ HR-ը։ Մի ամենատարածված սխալը է դա։ Երկրորդը այդ
որ նշանակություն, որ աշխատանքն են ստանում են մարդիկ, ովքեր որ նայ, ասենց բժիշկաները կարաս դնես, այսքան տարվա փորձ ունի, անգլերեն գիտի, ռուսերեն գիտի, կառավարչական փորձ ունի, այսինքն որ ասենց բժիշկայավորում ես մարդուն, քան թե նայում ես դրա միքսին, բովանդակությանը, հա, որտեվ կարող է մարդը ընդհանրապես քո ուզեցած անգլերենի մակարդակը չիմանա կամ 17 տարվա փորձ չունենա, բայց մի այնպիսի փորձ ունեցած լինի, որ 3 ամսում այդ բացը կլրացնի ու կգա կհաջողի։ Ես միշտ ասում եմ, մենք ոչ թե պետքա այդ բժիշկաները դնենք, մենք պրոստը պետքա մարդու փնտրենք, որ կարող է գործը անել։ Ոնց որ այդ ու այս առաջի երկուսը միաշնակ իրար կպած է, եւ երրորդը այս էլի ամենատարածված սխալներից մեկը այդ մի քանի հարցազրույցով արագ աշխատանքի ընդունելը։ HR-ից բերեմ օրինակը, բոլոր դեպքերում, ոչ թե 90% դեպքերում, բոլոր դեպքերում, երբ որ իմ ընկերներից, գոլեգաներից, ծանոթներից, գործընկերներից եկել բողոքել են, որ HR ենք գործի ընդունել, չի ստացվել, ասել եմ, իսկ ինչ ձև եք գործի ընդունել այդ HR-ին, ասում եմ, դե 15 րոպե խոսացինք, լավ տղա էր, լավ աղջիկ էր, բոլոր դեպքերում սխալ համալրման արդյունքը, բոլոր դեպքերում, որովհետև կամ աշխատանք ստացել է մարդը, որ այդ գործը չի կարող անի, կամ աշխատանք ստացել է համապատասխան տեխնացու, բայց չեն կարողացել էլի այնց միջավայր ստեղծեն, որ ինքը կարողանա աշխատի։ Այդ երրորդը իմ ամենատարածված սխալն է, որտեղ ես շատ էմոցիոնալ եմ, ու տենց առաջ սիմպաթիաս աստղը բռնում է, ասում եմ լավ։ Բայց դու մարդիկ էիր բերում համալրման process էլի, դու կողքից դու քո թիմին ներգրավում էիր ինչ որ этаպով կամ օրինակ դու դե մենք առաջնային հանդիպումները որ անում էինք, ես հիշում եմ դու կանուշի հետ բավականին մանրամասն քննարկում էինք։ Դու գոնե գիտես, որ դու աստղով ես ընտրում այդ մասին շատ պրոֆեսիոնալիզմ։ Հա, գոնե բերում ես էլի կողքից մարդկանց։ Անի ջան, շատ մերսի, շատ հետաքրքիր էր եւ վերջում 5 բլից հարց եմ քեզ տալու։ Իմ ամենասիրելի բլոգն է, իրական մեր հարցազրույցների։ Առաջին հարցը. ինչ հետաքրքիր անսպասելի բան է սովորել տեխնացուների հետ հարցազրույցներում մի բան։ Սովորել եմ, որ ամենալավ հարցազրույցները տեղի ունենում կոմֆորտի իրավիճակում, կոմֆորտի միջավայրում, էլի, ստրեսած տեխնացուն ինքը միևնույնն է անկեղծ չի քեզ հետ։ Դրա համար ինչքան դրական հավես միջավայրը լինի, այնքան ավելի շատ ինֆորմացիա ես ստանում։ Լավ, երկրորդը, եթե հնարավորություն ունենայիր, միայն երկու հնարավորություն ունես լինել գործատուի կողքին, թե աշխատողի եւ իրենցից մեկն ու մեկի շահերը պաշտպանել, ում շահերը կպաշտպանել։ Լսի, դե երևի այն իմ ակտիվ HR ժամանակներում կպաշտպանեի միանշանակ աշխատակցի շահերը, բայց վերջի 7-8 տարին ես շատ եմ էլի բիզնեսի կողմ գնացել, դե ինքս էլ արդեն իմ բիզնեսը ունեմ, ուստի հիմա կասեմ բիզնեսի շահերը։ Լավ գործատու 3 հիմնական հատկանիշները։ Արդար է եւ թափանցիկ, սա առաջին, ունի ուժեղ մենեջմենտ, գիտի որտեղ է լինելու 20 տարի հետո։ Okay, չորրորդը այսինքն խոսքա, չէ՞, անփոխարինելի աշխատող չկա, հիմա կա թե չկա։ Անփոխարինելի աշխատող չկան, աշխատում է այն իրավիճակներում, երբ որ դու ստեղծել ես համապատասխան համակարգեր, երբ որ քեզ մոտ ոչինչը մարդուց կախված չի։ Այսինքն դու կարող ես քո սիստեմի մեջ բերել մեկ այլ մարդու ու ինքը 6 ամիս հետո կարողանա այդ նույն գործը անի։ Այդ դեպքում կարող ես նման բարձր արտահայտություն քեզ թույլ տալ, բայց ամեն դեպքում իմ վերաբերմունքը իմ կյանքում առասարակ ամեն ինչ մարդկանց մասին է, Մագնուսն էլ մարդկանց մասին է, յուրաքանչյուր աշխատող Մագնուսում անփոխարինելի է իր էությամբ ու իր գործի միքսի մեջ, ուստի չէ, ես չեմ հավատում այդ արտահայտությանը։ Լավ, ու ամենավերջի հարցը, Մագնուսը, եթե համեմատենք որպես կազմակերպություն, մի հատ ինչ-որ հայտնի սաունդտրեքի հետ, որ սաունդտրեքի հետ կհամեմատեիր իր տեմպով, էությամբ։ Ինչ-որ ռոքային երաժշտություն է մտքից գալի։ Ինչ-որ drive-ա, ինչ-որ ռոք է գալի, երևի System of a Down-ի Wake Up-ը կլիներ, երևի։ Շատ հետաքրքիր, Անի ջան, շատ մերսի, շնորհակալություն, որ հյուրընկալեցիր, կարծում շատ լավ հարցազրույց ունեցանք։ Հիշեցնում եմ, մեզ հետ էր Մագնուս ընկերության հիմնադիր տնօրեն Անի Մարգարյանը, հիանալի մասնագետ, եւ ձեզ հետ էր Մանուշ Եսյանը, կհանդիպենք, խոսենք օրենքից հաղորդաշարի մնացած հաղորդումներում։